Ոսկորներ, գանգեր, ատամներ, այրված փայտի կտորներ Շիրակի մարզում երազի ու առեղծվածային պատմության հետքերով գնացել է Արմենուհի Մինասյանը։ Շիրակի մարզի կամրջաշինության պատմության հարուստ անցյալն ու անհայտ ներկան, անտարբերություն թե ֆինանսական միջոցների բացակայություն հարցերի պատասխանները փորձել է ստանալ Անի Բաղդասարյանը։ 24-ժամյա ջրամատակարարման անհասանելիությունն ու հասանելի դարձած խնդիրները, անավարտ ու անարդյունք թվացող շինարարություն, թե իսկապես երկարաձգվող գործընթաց։ Ալլա Բաղդասարյանի անդրադարձը։ Սուր, աչք արատ կողմնորոշվելու ունակություն, մի փոքր ճարպկություն ու փողոցն անցնելու դժվարին փորձությունը կարելի է հաջողված համարել։ Գյումրիում քարուքանդ եղած ու ցեխոտ փողոցների պատկերը չի սահմանափակվում 1 կամ 2-ով, խնդիրը կրում է համատարած բնույթ։ Քուտնից այդ հարևանիտուն չես կարող գնալ, հասարակ լոգիկա է, բայց ինչ են մտածում ղեկավարությունը, մենակ իրանց մասին, ժողովուրդը։ Թե ինչ էր մտածում ղեկավարությունը հայտնի դարձավ, երբ քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրի առնչությամբ հանդիպեց Շիրակ ջրմուղկոյուղի Փակbaşնետիրական ընկերության, Դորոժնիկ եւ Սադե արտեզյան շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Գյումրու ցեխապատ ու անմխիթար վիճակում գտնվող փողոցների խնդիրը ոչ միայն բնակիչներին, այլև պաշտոնյաներին է մտահոգում։ Որքան տարած ուսկանը մեքենա շփոթվել է որպես տասկա։ Ուղղակի զարուրելի է ինձ համար, որ նորից ցեխը դուրս եկա։ Քաղաքապետը շինարարությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներին ու քաղաքապետարանի բնակ կոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցներին այլևս չի կարող հանգիստ տոնով հարցնել, թե ինչու են նախորդ տարի սկսած գործը անավարտ թողել։ Մանասա, խոսա, ծմերը ինչ պայմանավորման կոր, իրանք ծեղ բրիկադ են պայել են պար, իրանք տեխնիկայով, իրանք ամեն ինչով ճիշտ է։ Կարող ես մի հատ սուտ չեմ խոսում, չէ, մի հատ ոտի միջից բան չեն խոսում, չէ։ Ոչ մի բան չպահվեց, Մարգարոսյան, գնաց պես, դուք եք պատվիրատուն, տեսեք թե մյուս փողոցները տեսածքերն է, չէ, դե կարել են կանել, չգիտեմ, երևի լավ լինել, թե լավ ես ժողովուրդը ոնց ճարժվեցնեն։ Որոշակի փողոցներ արդեն մաքրվել են, որերի ներկայացնի, ամեն կազմակերպություն իր արածը այս տարի բնականաբար անցած տարվա վիճակը չի կրկնվի, որովհետև շուտ ենք սկսում եւ փորձնել անհամար շատ է, քան թե նախորդ տարի բոլորս իսկական պատրաստից։ Ահա այսպես յուրաքանչյուր վարորդ կամ ուղևոր նմանօրինակ իրավիճակում է հայտնվում մեր քաղաքի փողոցներով երթևեկելիս։ Պատասխանատուները հորդորում են դիմանալ եւս մի քանի օր։ Միաժամանակ վստահեցնում են, փողոցները բարեկարգ եւ ավարտուն տեսք ունենան մինչեւ այս ամսվա վերջ։ Խոսքը բնականաբար վերաբերում է քաղաքում հին ջրագծերը նորերով փոխարինելու ծրագրին։ Մաշված ու շարքից դուրս եկած ջրատար խողովակները փոխելուց հետո շինարարությունն իրականացնող կազմակերպությունը պարտավորվում է փողոցը բերել նախկին տեսքին։ Մի շարք փողոցներում, սակայն նախորդ տարվանից փորված փոսերը պարզապես ծածկվել են հողով։ Իսկ ձյան հալոցքի ու անձրևների ժամանակ գրունտային հողերը հեշտությամբ վերածվում են ցեխի։ Պատրիկին ուղարկեք, մի հատ Գևորգյանին ուղարկեք, մի հատ պետք է կառավարություն, վարչապետին ուղարկեք, պետք է ուղարկել, այսպես հնարավոր չէ։ Դիք տղամարդավարի խոսք ուտանք իրար, թե շիմին չկա, չիդես ինչ չկա, ընձի են շիմին չկա։ Է շիմին ընձի համար կաց է, զի համար չկա։ Դորոժնիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ինժեներ Գագիկ Կարապետյանը ներկայացնելով իրենց կատարած աշխատանքը նշեց, որ իրենք չեն կարող խճապատել փողոցները, քանի որ դա իրենցից պահանջում է ոչ միայն լրացուցիչ աշխատանք, այլև լրացուցիչ ծախսեր։ Ամբողջ փողոցներ խճապատելու համար երևի թե դուք պիտի կամ որևէ մեկը սեփականատիրոջ հետ խոսել, որովհետև ասել արա աշխատանք, որի համար դու չես վճարում եւ տարիներ այդ խճապատումը դառել է, չգիտեմ, բոլորին հայտնի այնքան ասել, որ ես արդեն ավելորդ եմ համակրկնելու, որ այդ խիճը ուղղակի մեր համար լրացիչ աշխատանք է։
Եթե Դորոժնիկը խոստացավ առաջիկայում ավարտել ցած մնացած գործերը, ապա մյուս Սադե Արտեզյան շինկազմակերպությունը խոստումներ չտվեց։ Սադե Արտեզյանը ճիշտ է, թիմ ունի, սակայն համապատասխան տեխնիկա ու խճակար չունի։ Սադեն հիմնականում ուրեմն ամենադեպս մեզ հայտնի չէ թե որը փողոց վրա որևէ աշխատանք է կատարել։ Ձեզ հայտնի է պարոն Արտեզյան։ Սմեռը բայց սմի կատարել։ Ես սմեռան մասին եմ խոսում, մի չեմ։ Կոնկրետ ծնարման ընթացքում խնդիրներ չեն առաջանում։ Մենք տեխնիկա միշտ թողել ենք, բայց որևէ տեղ վերականգնելու կամ այլ աշխատանքների համար պետք չի եկել թիմ։ Իսկ հիմնականում գարնանում է ծնարկից, նոր ծրկը դիժուրը դիժի։ նոր Ես ուրեմն չեմ թողնելու 1 մետր քանդեք հրամող, մինչև այս սա հարցերը չլուծեք, մինչև այս փաթեթը փողոցներով լրիվ չխճապատեք, որտեղ էլ ասֆալտապատ։ Սամվել Բալասանյանը հրահանգեց քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին հետևել շինկազմակերպությունների աշխատանքին, հարկ եղած դեպքում աջակցել ինչով հնարավոր է։ Միայն թե քաղաքի տարբեր թաղամասերում եւ փողոցներում անանցանելի դարձած ցեխոտ ճանապարհների հարցը արագ կարգավորվի։ Հակառակ պարագայում ոչ մի նոր խրամուղի բացելու թույլտվություն քաղաքապետը չի տա։ Գերմանական KfW վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող Գյումրու ջրամատակարարման համակարգում ջրագծերի փոխման աշխատանքներն էլ կդրվեն հարցականի տակ։ Իսկ նման խոշոր ծրագիր ձեռքից բաց թողնել չի կարելի, քանի որ Գյումրու ջրամատակարարման ընդհանուր ցանցը մաշված ու շարքից դուրս է եկած։ Շիրակ ջրմուղկոյուղի Փակbaşնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Արշալույս Ավդալյանն է փաստում։ Ջրամատակարարման ցանցի վերականգնում ուրիշ տարբերակ չկա, առանց քանդելու չի կառուցվի։ Այսօր մեր քաղաքի համար ամենակարևոր, եթե մեր բնակիչները տեղյակ չեն, ես կարող եմ իրենց էլ ասել, որ ջրից կարևոր հարց չկա այսօր մեր քաղաքի համար, բացի դրանից թող իմանան ընդմիշտ, որ ցանցը հնարավոր չէ հին ցանցով էլ ջրամատակարարում իրականացնել։ Մենք ստիված, ես պարզ ասում եմ մեր ամբողջ Գյումրի քաղաքի բնակչությանը, որ հին ցանցը ամբողջությամբ շարքից դուրս է։ Խոսելով նշված ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին, Պաշտոնյան ասում է, որ առաջին փուլն արդեն ավարտվել է։ Ախուրյանում, Ազատանում, Մարալիկում եւ Գյումրու 4-1 գոտում կառուցված նոր բաշխի ցանցերի եւ անցկացված մոտ 400,000 գծամետր երկարությամբ նոր ջրագծերի շնորհիվ իշխան տարածքներում շուրջօրյա ջրամատակարարում է ապահովվել։ Գայի փողոցով ամբողջությամբ Օզանյան եւ Ղարսի խճուղով Նսի կոմբինատը, Ավզնոց եւ Արցախ թաղամասը, քաղաքի կենտրոնը Սլաբոդկեն եւ քաղաքի կենտրոնը, որը ամբողջությամբ նշված այս տարածքը ներկա վիճակում ապահովված է 24-ժամյա ջրամատակարարումով։ Շուտով մեկնարկելու է նաև ծրագրի երկրորդ փուլը։ Հին ջրագծերը նորերով կփոխարինվեն Գյումրու 3-1 եւ 3-2 գոտիներում ընդգրկված թաղամասերում ու փողոցներում։ 3-2 գոտին, Երկաթգծի ավան եւ Նորավան թաղամասերը։ Երկաթգծի ավան արդեն նոր ցանցով չունի, բայց հին ցանցը դեռևս անջատված չի, ճշմարտ հետ կապված, որը ճնշումը կբարձրանա, երբ մենք Նորավան թաղամասը այս տարի շահգործման կհանձնենք ջրամատակարարում միաժամանակ Երկաթգծի ավանը կունենա 24-ժամյա ջրամատակարարում։ Ծրագրի բարեհաջող մեկնարկից հետո նախատեսվում է այն ավարտել մինչև տարեվերջ։ Երրորդ փուլից եւս խոսում են, ակնկալվում է այն իրականացնել 2016 թվականին։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Մարզային ամփոփագիր։ Ախուրի, Կարփենի, Կրասար, Ձորակապ, Հառիչ, Քետի այս համայնքներում են 18-ից 19-րդ դարերում կառուցվել պատմամշակութային արժեք ներկայացնող կամուրջներ։ Եվ հետաքրքիրը նրանում է, որ կիրառվել են միջնադարյան ժամանակաշրջանի ճարտարապետական ավանդույթները։ Հիմա դրանք կիսաքանդ վիճակում են, պատմական այս կառույցներն անզոր են եղել ժամանակի դեմ, արտաքին միջամտությունը եւ բնակլիմայական պայմանները իրենց հետ կթողել են։ Տեղեր կա 3 մետր ու կես սունկեղնի, որ փորձենք է դժվար ոտքով կրնանանք երտալ։
Կրասարի կամուրջը գյուղից գտնվում է 2.5 կիլոմետր հեռավորության վրա, այստեղ տարվա 6-ից 7 ամիսը ձմեռ է, հիմա էլ ձյան շերտի հաստությունը հասնում է գրեթե 80 սանտիմետրի, կամուրջ տանող ճանապարհը դաշտամիջյան է, հետևաբար ոչ ավտոմեքենայով, ոչ էլ ոտքով այնտեղ հասնել հնարավոր չէ։ Պատմական աղբյուրները վկայում են, Կրասարի կամուրջը կառուցվել է 1873 թվականին, գյուղապետը հակառակն է պնդում, կամուրջը հիմնվել է 1828-ին։ Ունի հետաքրքիր պատմություն, ասում են, կամրջի կառուցումը նախաձեռնել է արևմտահայ մի աղջիկ, ի պատիվ հոր, ով խեղդվել է Ախուրյանի ջրերում, այնիշ տեսքով նման է Կարսի կամրջին։ Իսկապես հուշարձան։ Կամուրջի դեպի Կրասարի կողմից ունի նորից կամարաձև շինություն, մոտավորապես 18-20 քառակուսի մետր սենյակ, որը նախկինում փոշտա է եղել։ Փոշտը նախկինում տեղափոխվել է ինչ-որ տեղից, այդ տարածքը ստեղից անմիջապես արդեն դեպի Թիլվիս քաղաք կամ Վրաստանի ինչ-որ տարածքն է։ Կամուրջը հիմա հանդիսանում է Կրասար համայնքը Սեպասարին կապող միակ ճանապարհը, իսկ խորհրդային տարիներին որոշում է կայացվել նաև կամրջի վրա ջրագիծ կառուցել, որը նպատակին ծառայել է մինչև 70-ականների վերջը։ Կարճաժամկետ ծրագրի իրագործումը, սակայն հետագայում կամուրջի փլուզման պատճառ է դարձել։ Երկրորդ կամարի վրա մեր կողմից Ձախաթևի պատը, վերին մասը մինչև կամարը փլված է։ Կարելի է եւ այդ ջրային տնտեսության միջոցով հանել այդ խողովակները։ Բայց ջրագիծը ինքը ֆունկցիոնալ նշանակություն ունի։ Այսպեսի մի խնդիր կա, շինության վերականգնման համար այդ խողովակների վերացումն էլ արդեն իրան ավելի վնասել։ Խնդիրը միայն Կրասար համայնքում չէ, պատմամշակութային արժեք ունեցող կամուրջներ մարզումելի կան, որոնք թողնված են Բախտի քմաճույքին։ Հայաստանում կամրջաշինության պատմությունը հարուստ անցյալ ունի, այն լայն թափ է առել հատկապես Բագրատունյանց թագավորության օրոք 10-ից 13-րդ դարերում։ Հնագույն կամուրջները մեծ մասամբ չեն պահպանվել, միայն թվով 40 միջնադարյան կամուրջի հետքերն են մնացել։ Մարմաշենից մինչև Ախուրյանի եւ Արաքսի միախառնման տեղը 9 կամուրջ կար, առաջինը Անիի երկհարկանի կամուրջն է, վերջինը Վարամաբերդի եկեղեցու մոտ կառուցված կամուրջն էր, որից հիմա միայն ախելն է պահպանվել։ Ախուրյան գետը սկիզբ է առնում Արփի լճից, գետի աջ ափին մեր երբեմնի մայրաքաղաք Անին է, ձախին Գյումրին, գետի վրա կառուցված ճարտարապետական բարձր արժեք ներկայացնող հաջորդ կամուրջը ներքին Ջրափի համայնքում կառուցված կամուրջն է, այն հանդիսանում է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր հիդրոինժեներային կառույցներից մեկը, ժամանակին հայ ճարտարապետները հաղթահարել են ոչ միայն գետի աջ եւ ձախ ափերի միջև ընկած 30-ից 35 մետր հեռավորությունը, այլ նաեւ լանդշաֆտային բազմազանությամբ պայմանավորված բարդությունները։ Դուք տեսնում եք, թե ինչպիսի երկար թռիչքային հատված կա այս ափից դեպի այն ափը, բայց մեր հանճարեղ ճարտարապետները միջնադարում, հատկապես դա խոսքը վերաբերում է Բաղդադունաց ժամանակաշրջանի մեր ինժեներ ճարտարապետների ուրեմն տաղանդին, որ կարողացել են կամրջաշինությամբ կապել Ախուրյանի երկու ափերը։ Սա հնագույն, ասենք թե կոնկրետ Ջրափի կամուրջի բնապատկերն է։ Հիմա ցավոք սրտի բնական է մենք ունենք պահպանված միայն 100 տարվա առաջվա քանդված նկարը, բայց այստեղից երևում է ինքը ինչպես բարձրացել է 30 մետր տարբերություն ունեցող երկու ափերի թռիչքը կամրջելու, ապահովելու տեխնոլոգիան։ Դատել են ինչպես այս կողմի ջուրը հասցնել են ավելի սագավաճուր ձախ կողմի գիրջային ժայռային հատվածին։ Դա համար կառուցել են այսպես կոչված ակվեդուկները։ Այս կամուրջների կապն ապահով է փաստորեն, ասենք թե Բաղդադունա ժամանակաշրջանի թագավորության կենսականությունը, կապը առևտրական, միջազգային կապերի հյուսիս-հարավ ճանապարհի։ Ինչպես Անիի, այնպես էլ Չրփլիի կամուրջը քանդվել են թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, թուրքերի արշավանքը դժվարացնելու համար։ Բացառված չէ, որ Տրշտատ ճարտարապետը որպես Բաղրատունիների պալատական գլխավոր ճարտարապետ մասնակցություն է ունեցել այս կամուրջների նախագծմանը։ Եվ Անիի լայնաթռիչ կամուրջների կամարների կառուցման փորձը Տրշտատ ճարտարապետը կիրառել է նաև Սուրբ Սոֆիայի գմբեթի վերականգնման աշխատանքներում։ Օգտագործման տարերի ուրեմն շինարարությունը կիրառվել է նաև այսօր արդեն Ստամբուլի, Կոստանդինոպոլսի Այա Սոֆիա քրիստոնեական ամենամեծ եկեղեցու կառուցման այս փլված գմբեթի 31 մետր ցածկ ունեցող տարամագազային կառույցի կառուցման համար։
Միջնադարյան ժամանակաշրջանի այս կամուրջների վերականգնման հավանականությունը գրեթե 0 է, բացի ֆինանսական միջոցների բացակայությունից նաև հուշարձանների նախկին տեսքի պահպանության խնդիր կա։ Նույնը կարելի է ասել նաև 18-ից 19-րդ դարերում կառուցված կամուրջների մասին։ Սրանք տվյալ գյուղի պատմության մի մասն են, համայնքապետերը սա գիտակցում են, չնայած անտարբերություն էլ կա։ Համայնքի սեփականություն հանդիսացող հուշարձանի պահպանությունն ու վերականգնումը համայնքի ուսերին է դրված։ Ոչ միայն կամուրջների, հուշարձանի, պատմամշակութային հուշարձանների, երբ որ օրենսդրությունն անում են, գործառույթը համայնքի ղեկավարինն է, կոնկրետ տվյալ համայնքում համայնքի ղեկավարը պարտավորված է իր լիազորությունների մեջ է մտնում հուշարձանների պահպանումը, այդ թվում նաև դրանց ուսումնասիրությունը, բարբերաբար դրանց անձնագրավորումը։ Շիրակի մարզպետի կողմից համապատասխան նամակ է հղվել մշակույթի նախարարությանը Կենասար համայնքի տարածքում գտնվող տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող 1892 թվականին կառուցված կամուրջը որպես ուսումնասիրություն կատարվի ընդգրկվի ցանկում վերանորոգման համար։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով գործառույթը չիրականացվեց։ Ես այդ պետության համար անհնար է։ Համայնքի համար է բարդություններ, դժվարություններ։ Սոցիալական բեռի տակ կքած գյուղացին կամուրջների վերականգնման համար գումար հատկացնել չի կարող, այլ աղբյուրներից միջոցներ ներգրավել առայժմ չի ստացվում։ Պատասխանատու որ օղակն է թերանում, Ավետիք Մելիք Սարգսյանի պատասխանը հստակ է՝ բոլոր։ Այս համապատկերում անորոշ է, թե երբ խնդիրը ուսումնասիրությունների մակարդակից կտեղափոխվի գործնական հարթություն։ Պատմության դատապարտման մեջ թողնել հուշարձանների սխալ է։ Ես համոզված եմ, որ այդպես կլինեն եւ ներդրողներ խնդիրը ցավոք սրտի այդ իր տեխնիկական լուծման պարտության մեջ է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում ընդհանուր առմամբ կա տարբեր նշանակության 24000-ից ավելի հուշարձան, մասնագետները պնդում են, այսօր երկրում չկա թեկուզ մեկ հուշարձան, որի տարածքում գոնե ամրակայման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն չլինի, ընդ որում խոսքը վերաբերում է նաև վերականգնման աշխատանքների ենթարկված հուշարձաններին։ Պահանջվող մասնագիտական ներուժի բացակայությունը երկրում վտանգավոր է դարձնում հուշարձանների վերականգնումը։ Սրան ավելանում է նաև ֆինանսական ռեսուրսների բացակայությունը եւ, ինչպես նշում են մասնագետները, հասարակության նախնիներից ժառանգած մշակութային արժեքների նկատմամբ մեծ հաշվով անհարգալից վերաբերմունքը։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Անի Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Մարզային ամփոփագիր։ Մեծ իրարանցում փոքրիկ ջրառատում Հարություն Դարփինյանի տեսած երազն է գյուղացիներին իրար կանչել։ Սրբի կանչով այս վայր հասած գյուղացին մատուռ կառուցելու նպատակով որոշել է տարածքում փորման աշխատանքներ կատարել, հողի շերտը հետ է տարել եւ հայտնաբերել մարդկային ոսկորներ։ Մեծ իրարանցում փոքրիկ ջրառատում Հարություն Դարփինյանի տեսած երազն է գյուղացիներին իրար խառնել։ Սա վեցի սուրբ է։ Ստեղ գերաններ կային վերևը։ Գերաններից սավանձերևը կատում է, ստեղ, ժողովուրդը իմ սրբիս մոտ է չեն գալում, ձերքը բերավ դրավուսիս, սավես սուրպը դու բդի կառուցես, սավես դիրկով նա է, դու աչ կողմդ նա է, աչ կողմես նա ես քարեր ներևացին, սավես աչ կողմդ, ես քարերը լրիվ գմակրես, մեկ էլ բերավ մի ադմ դահոլ, լրի մեջը չամիջեր լծած, սնայում եմ որ մնացել, մի քիչ որ վերջանար, էլի լրիվ դահոլը Ծավուսս, սպես ես դիրքում, սի հանե վրայից ես դավուր դահուլը հանե, որ ես կրնամ տեսնի, սավ չէ, բդիտ պես նայես, նայեցի ձախ, ես մեր հարևան տուն ներևած, սավ ուղ նայեցի խավար գյուղ ներևած, աչը նայեցի, սավ լրիվ դեղ բուլտուզերով մակրեսկը, մի հատ ճանաբարը սպես կբանաս, մեկենաները գան միջև սրպի դուրը, պատրաստելուց հետո կդուրեգը կաբես, հանգաս անձրև էստեղ չլսվի, սավ եթե դու սուրպը կառուցես, քեզի անուն, մագանուն կնշանակեմ, սուրբ սատրենի։ Ադամները մեր մասաստիսկ փոքր մասերը, իսկ են սիկ գտանք էստեղ մարմնի վրայից, ողնաշարի հետ, գլխի հետ արեջտ։ Ասում եք մի տակնոջ է, թե տղամարդ։ Այսինք իշքան թվակ տղամարդ է։ Դե ծնոտի բարդությունն ադամների, թե ապչկա կնիմարտու ադամները փոքր գեղեցիկ է։ Ու մանր։ Քանի տարեկան։ Մոտ 40 երևի։ Ես օգնեմ, շուտեմ քանի եղանակներ կա, ֆունդամենտը բանեմ ու շուտ եղնի։ Դե քանդեցա ոսկորներ ելավ։ Զանգի սարի քու երազի տեր երազի ստեսա։ Ուտպես նա հա ելավ կջուժները կողերը կային ցրինք թող սուջայից մարդ կան։
Թե սրանք ինչ ոսկորներ են եւ որ ժամանակաշրջանի մասնագիտական ուսումնասիրության արդյունքում կպարզվի։ Ջրառատի պատմության ուսուցիչն ասում է շատ հին են։ Մեր կդած նյութեղեն ապացույցները վկայում են այն մասին, որ տվյալ ժամանակաշրջանում ծիսական թաղումները կատարվել են, այսինքն մարդկանց հետ հանգուցյալի հետ տրվել է նաև նյութեղեն իրեր, որոնք ծիսական թաղման ձև են։ Ջրառատցիները նաև չեն բացառում, որ սրանք ցեղասպանության նահատակների մասունքներն են։ Հենց ջրառատում 1918-ից 20 թվականներին հայերը փորձ են արել զինված դիմադրություն ցույց տալ թուրքերին, սակայն անկարող են եղել մինչև վերջի դիմադրել։ Թուրք բարբարոսները 1920 թվականին Շիրակի դաշտավայրի բնակչության մի մասին եւ գյուղի բնակիչներին լցնելով Համբարենց տուն կոչվող շինության մեջ կենթանի այրել են։ Ասում են նրանցից շատերը փորձել են հենց այս քարանձավներում թաքնվել։ Մարդիկ միշտ թուրքի ժամանակ մտել են քարանձավում։ Դստեղ էլ քարանձավ կնայից ստեղ էլ մարդը ասենք իր զոհ ունեցել է, փագյո փախե։ Դե չէ, բոլորս քարանձավը միշտ մարդիկ ստեղ թուրքի ժամանակ ստեղ են պայմդել։ Հողի շերտի տակից մարդկային ոսկորներ եւ կճուճներ գտնելուց հետո անմիջապես աշխատանքները դադարեցվել են, բայց որ ինչպես Հարությունն է նշում, Սրբի մատնացույց արած վայրում մատուրը կառուցելու են միանշանակ է։ Նա անձամբ ֆինանսական հնարավորություններ չունի այդ շինարարության համար։ Համագյուղացիները նրան խոստանում են մենակ չթողնել։ Մենք գյուղի հնարավորություն ունենք այս փոքր կառուցելու լավ գյուղապետի շնորհիվ մենակ մնում է որ այստեղ տեխնիկա գա այս լավ տեղի տեսած երազի համապատասխան այս լեռները իսկ մնացած մատուրի հարցում ենք հույսով եմ որ մինչև տարեվերջ ամեն ինչ տեղ կգա։ Գյուղացու երազը սակայն իրականություն չի դառնա, այսպես վստահեցնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի փորձագետը։ Մասնագիտական խմբով նա գործընկերների հետ եղել է ջրառատում լսել բոլորին, տեսել հողի տակից դուրս եկած ոսկորներն էլ, կճուճի մնացորդներն էլ։ Լարիսա Եգանյանն ասում է դամբարան է բացվել։ Ավերվել է մի դամբարան, ուրեմն եղել է ըստ ամենայնի երկու անձի թաղում։ Մեկը մեծ տղամարդ եւ մի հատ երեխա։ Համն այնպես ոսկրաբանական նյութերը այդ մասն են վկայում։ Բացի դրանից եղել է թաղման ուղեկցող հոգեհացի ուրեմն գերագուրի մնացորդներ ոսկրաբանական նյութի տեսքով խոշոր եղջերավորի եւ մանր եղջերավորի ոսկորներով։ Բացի դրանից կային ուղեկցող նյութեր, դրանք կարասների, խնոցու ուրեմն գավաթների, սապորների բեկորներին, որոնք մենք հավաքել ենք, բերել ենք թանգարան եւ հիմա մաքրման կամերան մշակման process-ում են մաքրվում են։ Այն որ ջրառատի այս հատվածը, ինչպես մշակույթի նախարարության աշխատակազմի փորձագետն է նշում, պետության կողմից պահպանվող վայր է, որպես պատմական հուշարձանային տարածք ոչ մի ձևով չի երևում։ Գյուղացին կարող է եւ չիմանալ, բայց գյուղապետարանը գյուղապետը պարտավոր էին իմանալ իրենց գյուղում ինչ է կատարվում եւ թույլ չտալ որևէ աշխատանք իրականացնել։ Նույնիսկ եթե դա գյուղացու սեփականությունն է, իր բակի տարածքն է, Հայաստանի Հանրապետության օրենքներով հողի մագերեսը տունը եւ հողամասը տիրոջն է, բայց հողի ընդերքը հողի տակ գտնվող ամեն ինչ պետությանն է։ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն պատմական եւ մշակութային օբյեկտների տեսողական, լանդշաֆտային, պատմական ու քաղաքաշինական միջավայրի պահպանության նպատակով օրենսդրությանը համապատասխան ստեղծվում են պահպանական գոտիներ, որոնց սահմանները տեղանքում առանձնացվում են հատուկ նշաններով։ Այս հատվածում ոչ մի նշագծում ցուցանակ կամ գրություն չկա, որ ջրառատցի Հարությունն իմանար, երազի հետքերով չգնար, տարածքը չփորեր, որ օրինազանցի անուն էլ չվաստակեր։ Այսինքն գյուղացու ինքնագործունեությունը եկել է օրենքի չկատարման հանգամանքից։ Հաշվի չառնելով այս բաց թողումը պատասխանատուն ջրառածուն քրեական օրենսգրքի հոդվածն է մատնացույց անում։ Տարել էին նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի դրույթը։ Ես կաշտալ տվեցի մարդուն, որը ինքն էր իբր երազը տեսել, որ իմանա համապատասխան օրենք կա հուշարձանը փչացնելու, վնասելու չափերից կախված պատասխանատվության ենթարկելու ընդդուպ մինչև 6 ամիս կալանք եւ չհաշված մինչև 400 պատիկ աշխատավարձի չափով տուրքի մուծում,
վնասի փոխհատուցում։ Դուք չգիտեք ինչն է վնասել։ Դուք գիտեք, ինձ հարց եք տալիս, այսինքն ուզում եք ինձ կարծես ձեր շեշտադրությամբ մեղադրել, որ ինքը ոչինչ չի վնասել։ Ես բացատրում եմ, տարածքը, որտեղ իրենք փորել են, դա Մոլլի Բեշտ կոչվող 3-րդ հազարամյակի ամրոց բնակավայրն է, որը եզրը ներկայացնում է ժայռերի մի գոտի, հենց այդ ժայռի տակ իրենք քանդել են մի հատ դամբարան։ Մարդկային թաղում, մարդու թաղում է իրեն ուղեկցող նյութերի հետ։ Դրանից ավել էլ ինչ անում։ Օրենքով թե օրենքի խախտման պատահմամբ թե մեկ այլ դիպվածով բացված դամբարանը թվագրվում է Քրիստոսի ծնունդից առաջ 9-7-րդ դարերին։ Այս մասին ըստ Տիկին Եգանյանի վկայում է ոսկորների հետ հայտնաբերված այլ նյութերը եւս։ Ըստ ամենայնի ուշ բրոնզ վաղ երկաթ կամ երկաթի լայն տարածման ժամանակաշրջան, ասենք 9-րդից 7-րդ դար Քրիստոսի ծնունդից առաջ, այսինքն մոտ 2800 տարվա հնություն։ Ոնց են իմանում, թե թաղումը ոչ ժամանակաշրջան է, ուղեկցող նյութը ինչ է, այսինքն թաղման ժամանակ հոգեհացը տրվել է ամանների մեջ, եւ այդ ամանները կոդրվել են, բերվել են հանգուցյալի վիճակին։ Ինքը մեռած ամաններ պիտի մեռնի։ Ջարդել դրել են հետը ամանի ցանկացած բեկոր հնագետին, մասնագետին, չգիտեմ, ոնց որ դուք տարերը տեսնեք կաշտակ, հնագետը նայելով արդեն գիտի, որ ժամանակաշրջան է, այնպես որ ցեղասպանության հետ կապել, բացառված է։ Ջրառատում բոլորին հստակ ասվել է, որ աշխատանքները շարունակելու իրավունք չունեն, ոչ մի մատուռ այս վայրում չի կառուցվի։ Ընդհանրապես մարզի տարածքում մատուռների կառուցումը ողջունելի չէ։ Հոգևոր հովիվը տա համաձայնություն։ Տվյալ դեպքում Սրբազանը բնականաբար նման համաձայնություն չի տա, որովհետև որպես հոգևոր հովիվ եւ որպես կշտված, դասիրակված, գիտակից, ինտելիգենտ մարդ ինքը շատ լավ հասկանում է, որ դա հուշարձան է եւ ընդհանրապես դեմ է։ Եվ ես էլ եմ դեմ, նման ինչ-որ, չգիտեմ, կոպիտ ասած բուտկաներ կառուցելու, որովհետև մենք այնքան եկեղեցիներ ունենք, որ պաշտամունքի մեր վայրերը բազմազան են, իսկ ամեն քայլափոխի, ամեն ծառի տակ, ամեն թփի տակ մի հատ ինչ-որ անկանոն, անճաշակ գրեհի կառույց տնելը եւ հիմնավորել որ երազ է տեսել, գուցե եւ տեսել ես, բան չունեմ ասելու, բայց չի կա։ Ամեն երազ տեսնող ըստ Լարիսա Եգանյանի իրավունք չունի որոշել այս ու այն տարածքը փորել։ Շիրակի մարզի հնագիտական տարածքում 2500 հուշարձան կա, պեղումներ պարբերաբար իրականացվում են, իսկ ընդհանուր առմամբ բոլոր պատմական վայրերը չէ, որ հնագետները պետք է պեղեն, ապակա սերունդներին եւս պետք է ուսումնասիրության նյութ թողնել։ Արմենուհի Մինասյան, Խաչատուր Գևորգյան, մարզային ամփոփագիր։